խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ 25 թվականը ամփոփելու հնարավորության համար։ Ասեմ, որ մեր տարեկան զեկույցը բավականին ծավալուն է ստացվել, ինչպես միշտ 125 էջ, բայց ես հիմնական ուրեմն գործընթացները եւ միտումները կներկայացնեմ կարևորագույն թվերով հանդերձ։ Եթե այսպես շատ ամփոփ ասեմ, ապա 25 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումների մոտ կեսը, եթե չասեմ մեծամասնությունը, եւ դատական գործերի մոտ կեսը պետական պաշտոնյաների, բարձրաստիճան ուրեմն պաշտոնյաների կողմից եմ եղել եւ ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից եմ եղել եւ պետք է համապատասխանության ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում եւ տարվա ընթացքում բազմիցս մենք արձանագրել ենք նաեւ դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով եւ այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակը ավել է, քան 2024 թվականին։ Եթե թվերով խոսենք, ապա դուք երևի թե հիշում եք, որ մենք այդ իրավունքների խախտումները բաժանում ենք 3 կատեգորիայի՝ ֆիզիկական բռնություններ, այլ տեսակի ճնշումներ, լինեն դրանք վիրավորանքներ կամ սպառնալիքներ եւ այլն, եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները։ Այդ ամբողջ բոլոր 3 կատեգորիաներով եթե մենք վերցնում ենք, 2025 թվականին մենք արձանագրել ենք 224 դեպք, մինչդեռ 2024-ին դրանք 208-ն էին։ Մենք որոշ ուրեմն գրաֆիկներ ենք պատրաստել եւ ես ուզենայի այս թվերին անդրադառնալ ավելի մանրամասն։ Այս ուրեմն պատկերում դուք կարող եք տեսնել ըստ երամսյակների բոլոր 3 կատեգորիաներով ինչքան են եղել խախտումները եւ ընդհանուր առմամբ եթե մենք 4 երամսյակը ամփոփենք, տեսնում ենք, որ ֆիզիկական բռնությունների քանակը 15-ն է, այլ տարատեսակ ճնշումների քանակը 108-ն է, եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 101-ն։ Այս տվյալները մենք համեմատել ենք նախորդ տարվա տվյալների հետ, նույնպես պատկերված է եւ ֆիզիկական բռնությունները փաստորեն նույն մակարդակի վրա են քանակը մնացել եւ 24-ին եւ 25-ին 15 դեպք են արձանագրել, ուղղակի առանձնահատկությունը 24-ի այն էր, որ 15 դեպքի ընթացքում, ասեմ 24, եթե չեմ սխալվում, դժոխք լրագրող եւ օպերատորներ 25 թվականի 15 դեպքերը համապատասխանում են դժոխքների քանակին։ Ճնշումների իմաստով 2025-ին շատ ավելի մեծ է թիվը, ինչպես տեսնում եք 71 էր 24-ին եւ 108 է 2025-ին եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները որոշ առումով նվազել են, եթե 24-ին 122 էր արձանագրվել, ապա 25-ին 101-ն է։